Honorable Mr. President of the Republic of Հայաստանի Armenia, Հանրապետության մեծարգո պարոն Mr. նախագահ, Prime Minister of the Republic մեծարգո of պարոն Armenia, վարչապետ, Honorable Mr. President Ֆրանսիայի of the Republic Հանրապետության of France, մեծարգո պարոն նախագահ, Honorable Mr. Presidents of National Assemblies, ազգային ժողովի մեծարգո պարոն նախագահ, Excellencies, ձերդ distinguished գերազանցություններ, colleagues, հարգարժան friends. հյուրեր եւ ընկերներ։ I'm privileged to Պատիվ է welcome you ինձ back համար to կրկին Yerevan ողջունել for ձեզ the Երևանում, third edition of our մեր dialogue. երկխոսության երրորդ համաժողովին։ Մի աշխարհում, That increasingly որ discourages նախախրախուսում է stability and կայունությունն ու continuity, շարունակականությունը։ the fact that we are Այն here փաստը, again, որ մենք կրկին that այստեղ this ենք, forum has որ returned, այս համաժողովը already վերադարձել է sends a powerful արդեն իսկ message. հզոր ուղերձ է։ Forums endure when they Համաժողովները have կենսունակ են something մնում real to այնքան say. ժամանակ, քանի դեռ ունեն I believe ասելու we do. բովանդակություն։ Last Հավատացեմ, year, մենք ունենք we ասելիք։ met in this very room Անցյալ under տարի the մենք theme հանդիպեցինք հենց այս Navigating դահլիճում, the Unknown. նավարկելով անհայտության We միջով described խորագրի the world ներքո։ that Մենք was նկարագրեցինք lost մի in a աշխարհ, thick որը պատված էր fog, խիտ as մառախուղով, the familiar քանի որ architecture ծանոթ was ճարտարապետությունը փլուզվում էր, crumbling, the rules were կանոններն fading, անհետանում and we էին, weren't sure what was coming եւ մենք next. վստահ չէինք, թե ինչ We է brought up սպասվում առջևում։ compasses and maps, we spoke of Խոսեցինք tectonic կողմնակիցների եւ shifts and քարտեզների մասին, disorientation. անդրադարձանք տեկտոնական տեղաշարժերին եւ how ուղղության any of us փոփոխությանը։ was Մենք հարց էինք navigating տալիս, in this թե ինչպես է unknown մեզնից յուրաքանչյուրը նավարկում այդ Today, անորոշ That միջավայրում։ fog has Այսօր partially cleared. այդ մառախուղը massամբ ցրվել է, But instead of calm sea, բայց խաղաղ ծովի we see փոխարեն many storms. մենք տեսնում ենք բազմաթիվ The storms we փոթորիկներ։ face today are not metaphorical. Այսօր մենք They are դիմակայում ենք very փոթորիկների, real and որոնք ոչ թե systemic. մետաֆորիկ են, այլ շատ They իրական եւ test համակարգային։ nations, their sovereignty, Դրանք փորձության են institutions, ենթարկում and պետություններին, individuals նրանց alike. ինքնիշխանությունը, ինստիտուտները Looking եւ at անհատներին։ today's storms, the following Այսօրվա այս broader փոթորիկներին picture նայելով emerges. ուրվագծվում է հետեւյալ ավելի լայն պատկերը։ Geopolitical storm. Աշխարհաքաղաքական փոթորիկ։ International law and global order are Միջազգային not just իրավունքն ու strained. գլոբալ They աշխարհակարգը are being պարզապես actively ճշմարտակ dismantled. չեն, դրանք ակտիվորեն We քանդվում see a են։ dangerous shift Մենք ականատես where ենք the լինում rule of վտանգավոր power մի տեղաշարժի, tends to replace երբ the rule ուժի of law. իրավունքը միտում ունի փոխարինել իրավունքի Multilateral ուժին։ institutions Աշխարհակարգը designed to պահպանելու համար maintain ստեղծված order բազմակողմ ինստիտուտներն are բախվում են struggling to իրենց assert their ազդեցությունն authority in a ապահովելու world that բարդությունների no longer մի աշխարհում, waits որն for այլևս their չի verdict. սպասում նրանց վճռին։ Nuclear rhetoric once Միջուկային restricted to the հռետորաբանությունը, rules որը of the նախկինում Cold War, սահմանափակված էր սառը re-enters պատերազմի mainstream ամենամութ political սենյակներով, վերադարձել է should քաղաքական alarm հիմնական everybody. դիսկուրս, ինչը պետք է անհանգստացնի Technological բոլորին։ storm. Տեխնոլոգիական պատերազմ։ Տեխնոլոգիաները զարգացել են շատ ավելի արագ, քան դրանցից բխող ռիսկերն ու հնարավորությունները կառավարելու մեր կարողությունը։ Արհեստական բանականությունն այլևս ֆուտուրիստական երազանք չէ, այլ ներկայի ուժ։ Մենք բնականաբար կանխատեսում էինք, որ այն կվերափոխի արդյունաբերություններ, կվերացնի որոշ մասնագիտություններ եւ կփոխի աշխատանքի էությունը, բայց դրանից զատ արհեստական բանականությունը նաեւ դարձել է մանիպուլյացիայի ուժեղ գործիք, արդյունաբերական ծավալներով գեներացնելով ապատեղեկատվություն, ստեղծելով կեղծ իրականություններ եւ իրավուժական ճշգրտությամբ թիրախավորելով ժողովրդավարական հասարակությունները։ Տնտեսական փոթորիկ։ Համաշխարհային շուկան այլևս կայուն չէ, իսկ վերջին զարգացումները խորապես սասանել են այն համոզմունքը, որ բաց առևտուրն օգուտ է բերում բոլորին։ Մայր ցամաքներ միավորող մատակարարման շղթաները հեշտությամբ խզվում են։ Էներգակիրների գների տատանումները կարող են մեկ գիշերվա ընթացքում խաթարել ազգային տնտեսությունները։ Տնտեսական պատժամիջոցները դարձել են աշխարհաքաղաքական ճնշման առօրյական գործիք, առևտուրը վերածելով մարտադաշտի։ Բնապահպանական փոթորիկ։ Բնական համակարգերը, որոնք ապահովում են կյանքը երկրի վրա, մեր կլիման, ջուրը, հողը, անտառներն ու կենսաբազմազանությունը այլևս պարզապես չեն փոփոխվում, դրանք գտնվում են լրջագույն ճնշման ներքո։ Մենք աստիճանական տաքացումից անցել ենք խորը անկայունության շրջան, որտեղ բնապահպանական վնասը խորացնում է ցանկացած այլ ճգնաժամ։ Կենսաբազմազանության կորուստը, հողի դեգրադացումն ու անտառատումը թույլատվում են բնության վերականգնվելու կարողությունը, մինչդեռ բնական ռեսուրսների չափից ավելի օգտագործումը վտանգում է հասարակությունների գործառնության համար անհրաժեշտ հավասարակշռությունը։ Այս փոթորիկները իհայտ չեն եկել առանձին։ Դրանք հայտնվել են միասին եւ փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց։ Աշխարհաքաղաքական ցնցումը հանգեցնում է տնտեսական խաթարումների, ինչն էլ իր հերթին խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը, ինչն էլ ավելի է խորացնում աշխարհաքաղաքական պառակտումները։
Մինչդեռ բնապահպանական վնասն այս բոլոր մարտահրավերների կառավարումն էլ ավելի է բարդացնում։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում։ Ես անկեղծ կխոսեմ։ Վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի եւ փլուզման եզրին։ Ուստի ցանկանում եմ կիսվել որոշ եզրահանգումներով։ Երբ պետությունը հայտնվում է նման ալեկոծության մեջ, պատմությունն առաջարկում է 3 հիմնական ուղի։ Առաջինը մեկուսացումն ու օտարումն է։ Սա մի կողմ քաշվելու եւ գործողություններից խուսափելու ընտրություն է։ Հույս ունենալով, որ փոթորիկներից հեռու մնալով դրանք քեզ կշրջանցեն, իսկ հարմարավետության գոտին եւ ստատուս քվոն կպահպանվեն։ Թեև կարճաժամկետ հեռանկարում դա կարող է անվտանգ ընտրություն թվալ, պատմությունը ցույց է տալիս, որ նման մեկուսացումը չի պաշտպանում, այն պարզապես կտրում է պետություններին իրականությունից, դարձնում անպատրաստ եւ առավել խոցելի, ուժեղացնելով ճգնաժամին առերեսվելուց հարվածի աստեցությունը, եւ փուչիկն ի վերջո պայթում է։ Երկրորդը փոթորկին տրվելն է։ Այս դեպքում իրականացվում են անարդյունավետ, սխալ եւ հյուծող գործողություններ, որոնք կանխատեսելի են եւ ինչն առավել վատ է, փոթորկի կանխորոշված սցենարով թելադրված, որի արդյունքում նպաստում ես փոթորիկի իր իսկ կողմից ընտրած ուղղությամբ քեզ ներքաշելուն։ Այսպիսով կորցնում ես վերահսկողությունը, այլևս չես որոշում քո իսկ ապագան, դառնալով սեփական պատմության օբյեկտը, այլ ոչ թե սուբյեկտը։ Իսկ պարզապես հոսանքին տրվելով կամ փորձելով սանձել այն, անխուսափելիորեն առերեսվում ես ուրիշների որոշումների զոհ դառնալու եւ գոյաբանական մարտահրավերների առջև կանգնելու վտանգին։ Եվ երրորդ ընտրությունը՝ անցնել փոթորիկների միջով, առաջնորդվելով պրագմատիկ մոտեցմամբ եւ ապագային միտված տեսականով, ուղիղ առերեսվել իրականությանը առանց ընդունելուց խուսափելու փոխարեն։ Գիտակցել, որ անկայուն աշխարհում գոնե որոշակի կայունություն ապահովելու միակ ճանապարհը ղեկը սեփական ձեռքը վերցնելն ու հստակ գործուն ռազմավարությամբ առաջ շարժվելն է։ Եվ այո, թեև հաջողությունն այս պարագայում ամենևին հաստատուն չէ, սակայն առաջին 2 տարբերակները հաստատաբես կործանարար են։ Տիկնայք եւ պարոնայք, մենք, Հայաստանի Հանրապետությունը, մեր նորագույն պատմության ընթացքում անցել ենք այս 3 ճանապարհներով, թևակողել ենք այս 3 փուլերը։ Տասնամյակներ շարունակ մենք կարծում էինք, թե մեկուսի մնալով հաջողությամբ խուսափում ենք փոթորիկներից եւ պահպանում սովորական դարձած մեր հարմարավետության գոտին։ Սակայն երբ եկավ պահը, ճգնաժամը եւ այդ երևակայական անվտանգությունը փլուզվեց, մենք հայտնվեցինք մի հորձանուտում, որտեղ չնայած մեր համառ ջանքերին, մեզ ձգում էին դեպի անդունդ։ Եվ այդ ժամ ինչ-որ մի պահի մենք որոշեցինք դուրս գալ պատմության այդ արատավոր շրջապտույտից։ Չհետևել այն ուղուն, որն ուրիշներն էին կանխորոշել մեզ համար, այլ ստանձնել պատասխանատվություն մեր սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու համար, չմնալ անցյալում, այլ նայել առաջ, կառուցելու ժամանակակից, ժողովրդավար եւ զարգացած հասարակություն իրական ինքնիշխանությամբ եւ հստակ սահմանված տարածքային ամբողջականությամբ ի պետություն։ Այս իրողությունների պայմաններում իր որդեգրած խաղաղ կենսակերպով։ Եվ հենց այդ պահին է, որ ծնունդ առավ իրական Հայաստանի գաղափարը։ Ձեր գերազանցություններ, հարգելի հյուրեր, երբ թվում էր, թե տարբեր փոթորիկների ազդեցությամբ շուրջ բոլորն ամեն ինչ խանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գաղափարաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահը։
երբ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Նույն օրը ես եւ իմ ադրբեջանցի գործընկերը նախաստորագրեցինք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անձեռնխելիության փոխադարձ ճանաչմամբ Հայաստանը եւ Ադրբեջանը կատարեցին պատմական քայլ, փակելով տասնամյակների հակամարտությունը եւ թեւակողելով խաղաղության ու կայունության նոր դարաշրջան մեր տարածաշրջանում։ Իհարկե, խաղաղությունը երբեք չպետք է ընկալվի որպես մեկանգամյա ձեռքբերում։ Խաղաղությունը պահանջում է մշտական խնամք, ուշադրություն եւ հայեցում, քանի որ եթե ջանք չներդնես դրա մեջ, այն կարող է վտանգել։ Ուստի խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն, որը պետք է կատարել ամեն օր։ Սա անշուշտ ներառում է նաև մարդասիրական խնդիրների հասցեագրում, նպաստելով հասարակությունների միջև վստահության վերականգնմանը եւ իրական հաշտեցմանը։ Սակայն միայն դիվանագիտությունը բավարար չէ խաղաղության կենսունակության համար։ Այսպիսով, մենք ձևավորում ենք խաղաղության գործնական երաշխիքներ, մեր բարօրությունը դարձնելով փոխկապակցված եւ փոխկախված։ Երբ մենք կիսում ենք առևտրային ուղիներ, էներգետիկ ցանցեր, խողովակաշարեր եւ թվային կապեր, մենք կիսում ենք նաեւ ռիսկերն ու օգուտները։ Հետևաբար, մեր հարևանների հետ միասին, կառուցելով արևելքն արևմուտքին եւ հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքներ, մենք ստեղծում ենք մի իրականություն, որտեղ մեր տարածաշրջանում յուրաքանչյուր դերակատարը անձնական շահագրգռվածություն ունի հարևանի կայունության հարցում։ Սա է ընկած մեր խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ թրիվ նախագծի հիմքում։ Խաղաղության համագործակցության եւ զարգացման հանձնառությունն է մեր հարևանների նկատմամբ մեր մոտեցումների ուղենիշը։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն արտացոլում է մեր այն համոզմունքը, որ բաց սահմաններն ու բարիդրեացիական հարաբերությունները լավագույնս կծառայեն մեր ժողովուրդների շահերին։ Վրաստանի հետ մենք շարունակում ենք խորացնել ռազմավարական գործընկերությունը, հիմնված փոխադարձ շահերի վրա։ Իրանի հետ մենք մշտապես պահպանել ենք բարեկամական կապեր եւ սերտ գործընկերություն։ Փոթորկի միջով անցնելու ռազմավարությունը հանգեցրել է խորքային վերափոխումների, նաև տարածաշրջանից անդին մեր գործընկերություններում։ Հայաստանը կատարել է ինքնիշխան ընտրություն, վարելու բալանսավորող եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, հիմնված ոչ թե մեկ կենտրոնից կախվածության, այլ տարբեր ուղղություններով բովանդակային եւ փոխշահավայր գործընկերությունների ձևավորման վրա։ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ղազախստանը, Չինաստանը եւ եվրոպական երկրների ընդլայնվող շրջանակը այսօր մաս են կազմում Հայաստանի ռազմավարական գործընկերությունների համայնապատկերնում, ոչ որպես միմյանց այլընտրանքներ, այլ որպես բազմազան եւ համագործակցային արտաքին քաղաքական ճարտարապետության հենասյուներ։ Մեր անմիջական հարևանությունից դուրս այս վերափոխումն առավել տեսանելի կերպով դրսևորվել է Եվրոպական միության հետ հարաբերություններում։ 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ռազմավարական օրակարգը ստեղծում է համագործակցության կառուցակարգված հիմք քաղաքական անվտանգության եւ տնտեսական ոլորտներում։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը բացում է մի կարևոր դուռ, որը կարևոր է ոչ միայն կառավարությունների, այլև Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի համար։ Վերջին օրերին Եվրոպայի տարբեր երկրների ղեկավարները սկսած Դուբլինից մինչև Թբիլիսի հավաքվել էին Երևանում, մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստան ԵՄ առաջին գագաթնաժողովին։ Ձեր հետ գերազանցություններ, բարեկամներ, ամփոփելով Փոթորիկները գուցե երբեք լիովին չսանձվեն։ Նոր անորոշությունները միշտ ի հայտ կգան, փոխարինելու արդեն իսկ հաղթահարված դերին։ Սակայն մեր փորձից քաղած դասը ֆատալիստական շակից չէ։ Այն ընտրության, ազատության եւ գործելու ուժի մասին է։ Ռազմավարական տեսլականի եւ պատշաճ գործողությունների շնորհիվ փոքր պետությունները կարող են փոթորիկների միջով գտնել իրենց ուղին եւ կերտել իրենց ինքնիշխան, խաղաղ եւ բարգավաճ ապագան։ Այսպիսով, տիկնայք եւ պարոնայք, փոթորիկները միշտ կմոլեգնեն, ուստի եկեք դրանք միասնաբար հաղթահարենք։ Շնորհակալ եմ եւ բարի գալուստ Երևանյան երկխոսություն։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։